Այն մենակ են, որ Դուրսը ոչ իმა չի խոսացել, որտեղ դուրսը խոսացել։ Դուրսը չի խոսացել ոչ մի արձագանք է, էլի, հասարակ սամերից։ Այսինքն դուրսը հասկանում որ ինչ որ նաև վտանգ է դա խնդիր է։ Դե հասարակության կողմից հաղորդում է խոսալը, հավաքել ճիշտ չի համարում։ Բայց ներսը սիրո բոլոր հարցերին բոլոր նվագախումբը պատասխան։ Ուրեմն պետքա դուք եք աշխատակիցներ, դուք պետքա կազմակերպեք, որ մեր մուտքը, եթե դուք գաք հերոստանգերություն, ես պետքա չէ ձեր մուտքը ապահովեմ ներս, ես չեմ ասի։ Դուք արել եք, ճիշտ եք ասում, փաստորեն մենք անզորու ենք ստեղծած կազմակերպելու։ Դուք տնօրենը տեղյակ էր փորձել եք իր հետ համաձայնեցնել։ Տնօրենը բոլոր մամուլը ասվել է, բայց եթե բանեք իսկապես եկեք ներս գնանք, որտեղ ստեղ փողոցում ամբողջ օրկեստրը չի։ Իսկ հիմա մեզ ներս կթողեն, որ մենք ձեզ հետ գանք։ հարցեր եք միայն։ Մենք եկել ենք չեն թողել, դրա համար եմ ասում։ Ուրեմն հետ պատասխան ինչ ասեմ։ Դուք չեք փորձել տնօրինության հետ կարգավորել։ Իդե որ մեզ ներս թողեն։ Հրավիրել եք, որ մենք չգանք ցեն դրսում կանգնենք։ Ուղղակի չենք մտածել, որ կարող է ինչ-որ մեկը թույլ չտա, որ լրագրողները մտնեն շենք, որտեղ լիքը դեպքեր եղել են, լրագրողները մտել են շենք։ Իսկ ինչի չգիտեք, որ ստորագրություններով պետք է այնտեղ զգուշացնել, լրագրողների անուն ազգանունները գրվի, տնօրենի թույլտվությունը դուք չգիտեիք, որ չի եղել այնպեսի բան, չի թույլատրվել, չի թույլատրվել, հետևաբար ինչի իմաստ։ Բայց դիմել եք ինչ-որ մի բան ուզած։ Դուք դիմել եք։ Ես անձամբ չեմ դիմա, բայց ասենք եթե մարդիկ կան հաստատ դիմում դիմա։ Օպերատիվներ այդպես է մուտք է եղել։ Միայն տնօրենի ստորագրությամբ։ Ես չեմ ուզում էլի հիմա մենք դուրսը կանգնենք այս ձևով խոսանք էլի եթե խոսքը գնում է որ մենք հրավիրել ենք մամուլը ասում է ուրեմն պետք է մենք մտնենք ներսը բոլոր նվագախումբը սպասում է ձեր հարցերին պատասխաններին մեր հարցերին ասենք ինչ որ արձագանք ստացվի ցանկալի չի նվագախումբը դուրս գա մենք չենք փոխանցում Իսկ ձեր կարծիքով ինչի ներս չեն թողում տարբեր հանգամանքներ կարող են Ինչի ցանկալի տարբեր հանգամանքներ չգիտեմ ճիշտ ասած չգիտեմ տնօրենության իրավասության տակ չեն թողնում ուրեմն մի բան Իսկ կալ տարբերակի մասին մտածել եք ուրիշ կերպ հանդիպեք լրագրողների երևի ուրիշտեղ կհրավիրենք երևի նա պետք է նվագախմբի հետ համաձայնացնել որտեղ իսկ կախված չի կա Իսկ նամակի մասին բարբերաբար խոսվում է բայց ըստ էության շարունակում եք հարցազրույցը դուրս ինտերվյու տալ ես ասում եմ եթե ուզում եք փորձեք երևի իրավունք ունեն ձեզ հրավիրեն մամուլի ասուլիս Սա պետական հիմնարկ է, տնօրենություն կա, դիմել են ասել ենք ոչ Ես մեղավոր չեմ ձեր արժեք Ես ձեզ չեմ մեղադրում, դուք ձեր հարցին եք պատասխանում ասում են մեզ դիմել են, մենք ասել ենք ոչ, հարց են տալիս ոչ, չեն դիմել Թող դիմեն, մենք էլ երբ որ թույլ չէինք տա, կասեինք թույլ չենք տվել Հիմա դուք մեզ թույլ տալիս եք մենք մտնենք Իհարկե ոչ, որովհետև չեն գալիս 15 րոպե առաջ եւ ասում մենք եկել ենք մամուլի ասուլիս Ձև կա, թող 3 օր առաջ, 4 օր առաջ, 2 օր առաջ գոնե Ոչ թե սպասեն, որ տնօրենին վիրահատություն անեն եւ այդ վիրահատության օրը ձեզ հրավիրեն։ Դա շնորհք չի։ Եթե մենք ճիշտ բան ենք ուզում անենք, եկեք մի քիչ մարդավարի անենք։ Համաձայն չեք։ Ինչի՞ պիտի դուք գաք այստեղ դուրսը կանգնեք։ Սա ինչ ձև է։ Տհաճ բան է, ինձ համար էլ է տհաճ։ Թող դիմեին ասեին մամուլի ասուլիս ենք ուզում հրավիրենք, թող հրավիրեին։ Իսկ եթե մարդիկ չգիտեն մամուլի ասուլիսի մասին, նույն օրկեստրից հարցերը քանի հոգի գիտեր, թող ճշմարտություն ունենան, պատասխանեն։ Ինտերվյու եք վերցրեք օրկեստրի դիրեկտորից հարցերը գիտեիր դու որ օրկեստրը մամուլի ասուլիս է հրավիրել եւ ով է հրավիրել Կարելի է չէ ճիշտ մի քիչ վարվել ճիշտ խոսենք ճիշտ պատասխանը ստանանք ինչքան կարելի է սուտ խոսել Իրականությունը գիտեք որն է միգուցե պետք էր ասել բայց մենք փորձում էինք ավելի շատ մարդասիրական վերաբերմունք ցույց տանք ոչ թե ասեղոսների այսօր կարող եմ պարզ ասել Կարեն Դուրգարյանը չի հեռացվել աշխատանքից Կարելի է մի անգամ ճիշտ լուսաբանել դա Գլխավոր դիրիժորի հաստիկը վերացնելը դա չէր նշանակում Կարեն Դուրգարյանի փայտիկը ձեռքից վերցնել։ Իրեն առաջարկվել է աշխատավարձը մնում է նույնը։ Բոլոր ներկայացումները քոնն են։ Շարունակում ես քո աշխատանքը դու դիրիժոր ես, ոչ թե ծնվել ես գլխավոր դիրիժոր։ Եվ եթե ավելի པարզ խոսենք, նույնիսկ մտածված էր մարդասիրականին են վերաբերվում, որպեսզի ինքնասիրությանը չկպնի, իրականում փաստը սա եղել։ Որոշ ժամանակ գլխավոր դիրիժոր չի լինի։ Հասկանալի է մարդկային առումով, որ շատ դժվար է, երբ որ դու ղեկավարում ես, մի ուրիշին են բերում քո գլխին ղեկավարել, միգուցե ինքնասիրության խնդիր կա։ Դա հաշվի առնելով, այսպես ենք ասել, Կարեն ջան, դու մնում ես։ Այդ գլխավոր ոնց որ մեր Յուրի Դավթյանն ասեց, պաշտոնը պագոնիդ վրա չի գրվելու։ Մնացած ոչ մի բանը նույնիսկ, որը գտնում են, որ մեծ քայլ էր, միգուցե մենք իրավունք էլ չունենք, պետական հիմնարկ ենք։ Մենք ասեցինք աշխատավարձը էլ է նույնը մնում։
էլ ինչ ասեմ ձեզ, սա է խնդիրը։ Ուզում եմ ժպտալով ասեմ, որովհետև ուզում եմ հիմա լավ բան ասեմ։ Մեր երկրից վռնդեցինք Մեծն Գերգիևին։ Շակերտներում եմ ասում, բայց փաստացի ստացվում է հենց գնաց դարավ համաշխարհային դիրիժոր։ Միգուցե Կարեն Դուրգարյանի համար եւ մեր ազգի պատվի համար ավելի լավ է այսօր աշխարհում թող իրան ճանաչեն։ Չէ՞ որ նա իրոք լավ երաժիշտ է, լավ դիրիժոր է։ Իր թատրոնն էլ միշտ դռները բաց է, երբ կգա։ Որ վարքյանին կուզենա չափ տա, արդեն դա բոլորիս կարծիքն է, խնդրեմ։ Պարոն Շահյան, դուք տեղ եկեք քանի հոգի են սորագրել նախագահային ուղղված նամակի։ Նախագահային ուղղված նամակ չի եղել, եղել է նամակ ուղղված Գեգամ Գրիգորյանին։ Դա փաստ է։ Տնօրենը ձեզ ասեց, եկել էին ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, քննիչները, բերել էին ստորագրությունները, որոնց մեջ կա նաև երկչախմբի ստորագրություն։ Երկչախմբից մարդիկ մոտիկ անում ասում են, մենք նախագահային նամակ չենք գրել։ Մենք գրել ենք նամակ Գեգամ Գրիգորյանին, եւ այդ նամակը կա։ Բայց Գեգամ Գրիգորյանն եւ երկրի նախագահան դա տարբեր մարդիկ են։ Չի կարելի ճիշտ ասել։ Եթե նախագահային նամակ են գրելու, թող գրեն։ Ով իրավունք ունի որևէ մեկին ասել գրի այս մարդուն, այն մարդուն թող գրեն, բայց չկա այդպիսի նամակ։ Կա նամակ թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեգամ Գրիգորյանին օրկեստրի ստորագրություններով, այո, կա, եղել է։ Եթե մարդ նամակ չի գրել նախագահին եւ ըստ կողմնակիցներ էլ չկան Դուրգարյանին հետ վերելու թատրոն, հիմա դուրս եկան եւ ասեցին, որ ինչպես չկան կողմնակիցներ, բայց հասկացեք, ներողություն, նվագախումբը դա 113 հոգի է։ Մի հատ կարող եք 113 հոգի հաշվել, մի հատ մոտեցեք հերթով բոլորին ինտերվյու տա, 113 հոգի հաշվեք եւ տեսեք քանի ինչին են սպասում, թող դուրս գան դուրս։ Ասում են չեն թողնում։ Ինչ չենք թողնում դուրս գան դուրս։ Այո։ Հենց նոր էս այստեղ։ Ով չի թողնում։ Ասեցին չեն թողնում։ Ով։ Մի հատ հարցրեք ով չի թողնում։ Այսօր ես այստեղ պետք է թողնեմ, ես թողնում եմ, հենց հիմա կանչեք ամբողջ օրկեստրին դուրս։ Իրանք այդպես որ չեն կանխատեսել, որ տնօրինությունը չի թողնի դուրս գան եւ լրագրողներն են ես նոր ասեցի, նորից ուզում եք կրկնեմ։ Օրկեստրը այսօր է իմացել, որ հրավիրված են լրագրողներ։ Հարցրեք բոլորին ով է իմացել։ 6-7 հոգի են իմացել, որ լրագրողները հրավիրված պետք է լինեն այսօր։ Օրկեստրը այսօր չի իմացել։ Կանգնած է օրկեստրի դիրեկտոր կա։ Գարիկ Ջանարի առաջ եւ պատասխանի։ Երբ ես իմացել, որ լրագրողներ պետք է գան։ Ես կոնկրետ այսօր եմ իմացել։ Ինչ են գաղտնի պահել ձեզանից։ Ես չեմ կարող ոչ բան պատասխանել, ու չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ բան կա այս պահին այստեղ խոսալու։ Եթե ինչ-որ ուրիշ հարցեր լինեն, հետո կարող ենք խոսալ։ Իսկ որտեղ խոսալու, այդպես կարիք կա տեղնա, հարկնա։ Ես ներսում ամբողջ օրկեստրի մոտ։ Ես իրավասու չեմ դա ձեզ ասելու։ Ամեն մեկը ինչ-որ մի որոշակի Ամբողջ օրկեստրը ասեցին 130։ Բան կա, ամբողջ օրկեստրը ասում է ուզում է խոսի։ Կանչի ամբողջ օրկեստրին դերնված կգա։ Պարոն Շահյան, մենք այստեղ ենք աշխատում։ Այո։ Բավոր այստեղ եք աշխատում, ինչի չեք դիմել, մենք էլ դուտայի որ գային լրագրողները ներս, շնորհքով ձեզ հետ խոսեին։ Ում եք ասել։ Հիմա իրավունք չունեք դիմեք այս պահին, որովհետև դրա համար մենք պայմաններ պետք է ստեղծենք, փորձը կհանեի։ Ներսում հավաքվելու նպատակը գիտեք որն է, որ բարբերաբար ասվում է 5 հոգի են համախոհները Դուրգարյանի, ես որ մարդիկ տենային այդ խումբը, էլի, մենք չենք ուզում այդ ողջ խումբը հանել հանդուսան առաջ, որ միտինգի նմանվի։ Մեր հետի մեզ ազական չի որպես արտիստ։ Բայց քանի հոգի են։ Այսինքն հավաքողները քանի հոգի են, երկչախում, նվագախումբ, երևի Գեգամ Գրիգորյանը որ դիմել է ստորագրում, մոտ 140 հոգի։ Երբ որ իմացանք, որ Կարեն Դուրգարյանին փորձում են հանել, երկչախումբը եւ նվագախումբը մոտ 130-140 հոգի հավաքվեց եւ դիմեց պարոն Գրիգորյանին եւ պատճենը նամակի նաեւ ուղարկվեց տնօրենին, ասելով, որ մենք խնդրում ենք հաշվի առնել, որ մենք 15 տարի շարունակ աշխատում ենք պարոն Դուրգարյանի հետ, որ մենք ունենք շատ լավ հարաբերություններ, մենք կարողանում ենք իրար հետ պրոֆեսիոնալ առումով ճիշտ աշխատել եւ մենք խնդրում ենք հաշվի առնել ինչպես որ համաշխարհային փորձն է ցույց տալիս, թույլ տվեք նվագախմբի կարծիքը լինի որոշիչ եւ թույլ տվեք որ մենք աշխատենք մեր պարոն Դուրգարյանի հետ։ Նվագախմբի մի քանի երաժիշտներ գրեցին առանձին նամակ պարոն նախագահին, բաց նամակ։ Ես չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում հաշվի առնենք, որ 130 նվազագույնը 130 հոգի համաձայնվել էր Կարեն Դուրգարյանի վերադարձին։ Ինչևէ, դիմեց եղավ բաց նամակ նախագահին, որի մեջ նշվեց շատ բաներ, պլյուս դրան նշվեց, որ նվագախումբն ու երգչախումբը որոշ ժամանակ առաջ դիմել է Գեգամ Գրիգորյանին եւ ձեզ կից ներկայացնում ենք այդ դիմումը համապատասխան ստորագրություններով։
Լավ կլիներ, որ տնօրինությունը նախ եւ առաջ ծանոթաներ ինչ է իրենից ներկայացնում այդ նամակը, այնուհետև նոր եզրակացություններ աներ։ Նամակը նախագահին, ստորագրությունները նախագահին ուղղակի հավելում են, որ ժամանակին եղել է նամակ, եղել են ստորագրություններ, եթե անհրաժեշտություն լինի, մենք նորից կարող ենք հավաքել բոլորի ստորագրությունները եւ նորից դիմենք արդեն հենց նախագահին։ Ուղղակի սա աբսուրդի հասնող բան է, չարժի երկրորդ անգամ ստորագրություններով եւ տնօրենին եւ Գեգամ Գրիգորյանին ուղղված 2015 թվականի սեպտեմբերի 29-ի նամակ է։ Այդ ժամանակ կարծում եմ դեռևս Դուրգարյանի հետ կապված ոչ մի խնդիր չկար եւ այլն։ Չէ, կար, այդ ժամանակ հանում էին պարոն Դուրգարյանին։ Գեգամ Այո, չէ, կար, միանշանակ կար։ Գեգամ Գրիգորյանի վերադարձից սկսած, թատրոն վերադարձից սկսած պարոն Դուրգարյանին հանում են։ Լիլիթ Բաղդասարյան։ Նվագախմբից եք։ Չէ, ես օպերայում չեմ աշխատում, ուղղակի սիրտս ցավում է օպերայի այս վիճակի համար։ Օպերայում ներկայումս ոչ մեկ չկա։ Օպերայում չեք աշխատում։ Օպերայում չեմ աշխատում։ Իսկ մասնագիտությամբ ով եք։ Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, գիտությունների թեկնածու։